Այս տարվա հուլիսին նախորդ տարվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության 4,3% անկում է գրանցվել, մինչդեռ 2015 թվականի հուլիսին 2014 թվականի հուլիսի համեմատ գրանցվել էր տնտեսական ակտիվության 4%-անոց աճ։ 2016-ի 6 ամիսների կտրվածքով գրանցվել է 3% տնտեսական ակտիվություն։ Հուլիսին անցյալ տարվա հուլիսի համեմատ 8,9%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, շինարարության ծավալները կրճատվել են 6,8%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները 3,8%-ով, ծառայությունների ոլորտում 4% աճ կա։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներն աննախադեպ վատ են։ Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի տնտեսությունն ունի բարձր սեզոնայնություն։ Ավանդաբար առաջին եւ 4-րդ եռամսյակներում մեր հնայի կառուցվածքը, այսինքն եկամտաստեղծ ոլորտները, եթե մենք դիտարկենք, ավանդաբար ավելի пассив են եւ այդ ժամանակաշրջանում իրոք նաեւ ընդհանուր պետական այսպես ասած ծախսերի եկամուտների հավաքագրման եւ համապատասխանաբար ծախսերի իրականացման առումով ավելի մեծ ճնշում կա։ Ի հակադրություն դրան երկրորդ եւ երրորդ եռամսյակները պայմանավորված շինարարության, գյուղատնտեսության, ինչու՞ չէ նաեւ ավելի համեմատաբար ավելի բարձր ցուցանիշներով հանքարդյունաբերության ցուցանիշներով իրանք բերում են նրան, որ ավանդաբար ավելի արագ է աճի տեմպերը, այսինքն արագանում է։ Գյուղատնտեսության ոլորտում անկումը տնտեսագետը բացատրում է նաև այն հանգամանքով, որ եղան կարկտահարության լուրջ դեպքեր, ինչ վերաբերում է էլեկտրոէներգիայի արտադրության ծավալների 9%-ով նվազմանը, Մանուկյանն ասում է, որ դեռ կարիք կա մանրամասնելու, թե ինչպես է առաջացել այդ անկումը։ Եթե մենք դիտարկում ենք այս 3 ամբողջությունները, հա, ինչով է պայմանավորված այդ անկումը, թերևս այս ատոմակայան, հիդրոէլեկտրոկայան եւ ջեկեր, հա, դրանք են հիմնական 3 արտադրողները, ու ջեկերը մշտապես անկում էր գրանցվում, բայց դրա փոխարեն հեկերն է լրացվում, եթե տարին ավելի բացված մենք տեսնենք, որ դա պայմանավորված ավելի քիչ ջրառատ լինելով եւ ջեկերի արտադրած հոսանքը ստեցն ավելի նվազել է, դա կարա լինի նաեւ այդ հարցի պատասխանը։ Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը խոսեց այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մասին։ Վարչապետը տեղեկացրեց, որ 2016-ի առաջին եռամսյակում գրանցվել է 4,4% տնտեսական աճ։ Միաժամանակ կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք։ Ցավոք վերջին 1.5 տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում։ Մեր նման տնտեսություններում, որը որ վարկերի աննախադեպ թռիչքաձև աճեր է գրանցում տարեստարի, այդ վարկերը ինչ որ մի բանի պետքա բերեն։ Դա բերում է ինչ որ մի մասով, օրինակ պետական ծախսերի մեծացմանը, որով որ պայմանավորվում է հնայի աճը եւ եթե առիթ կլինի դրա մասն էլ խոսեմ, հաջորդ բանը այնուհանդերձ դա էֆեկտ պետքա տնտեսության վրա ունենա։ Հիմա դու ունես մի կողմից նույն եթե մենք դիտարկվող ժամանակաշրջանը, որով հնչեցնում է 4%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, բայց մյուս կողմից էլ ունես մոտավորապես 16%-անոց ընդհանրենք արտաքին պարտքի աճ։ Հիմա ինչ որ մի պահից սկսած դու պետք է այդ վճարես, այսինքն այստեղ ընդհանրապես խնդիրները մենք տեղափոխում ենք մեկ այլ սերունդի վրա, այսինքն հիմա ցույց ենք տալի կարճաժամկետ աճեր, բայց երկարաժամկետ մենք շատ ավելի մեր տնտեսությունից գումար պետք է սկսենք հայթայթել եւ վճարենք այդ պարտքերը։ 2016-ի 6 ամիսներին գրանցված 3% տնտեսական ակտիվությունը ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 4,2% տնտեսական ակտիվություն։